Հիշեցնեմ, որ արձագանք FM-ի եթերում Heartbeat-ը շարունակվում է եւ այսօր ապրիլի 20-ն է, իսկ մենք ներկայացնում ենք Կոմիտասին։ 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը եւ նրան շնորհում են Աբեղայի աստիճան եւ անունն էլ կնքում է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ Շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով։ Այդ ժամանակվանից նա ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականին նա մեկնում է Թիֆլիս երաժշտական ուսումնարանում սովորելու, սակայն այնտեղ հանդիպելով Պետերբուրգի կոմպոզիտոր Մակար Եկլեմալյանին փոխում է իր մտադրությունը եւ սկսում է ուսուցանել նրա մոտ երաժշտական հարմոնիա, ապա կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով նավթա արդյունաբերող Ալեքսանդր Մարտաշյանից Կոմիտասը մեկնում է Բերլին, որտեղ ընդունվում է Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմի համալսարան եւ երաժշտական ուսումնասիրություն է կատարում Ռիչարդ Շմիդի մոտ։ 1899 թվականին Կոմիտասը վերադառնում է Իջմիածին եւ սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Այդ ընթացքում նա նաեւ շրջագայում է տարբեր քաղաքներում ու գյուղերում ժողովրդական երգեր փնտրելու ու հավաքելու նպատակով։ Այդ արդյունքում հավաքում է մոտ 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցվում է երգչախմբով կատարելու համար։
Կոմիտասի գլխավոր աշխատանքը պատարակն է, որը մինչև օրս կատարվում է եկեղեցական ծիսակատարության ժամանակ։ Պատարակի մշակումը սկսել է 1892 թվականին եւ առաջին համաշխարհային պատերազմի պատճառով այդպես էլ չավարտվեց։ Պատարակը առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում եւ առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ Կոմիտասը առաջին ոչ եվրոպացին էր, որ ընդունվեց միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ եւ կատարումներ է ունեցել Եվրոպայում, Թուրքիայում, Եգիպտոսում եւ այլ երկրներում, ցույց տալով մինչ այդ ժամանակ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Կոմիտասի մեծագույն վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարվեստական գաղափարների կուտակումն էր, դրանց մարմնավորման կենսունակ ձևերի հայտնաբերումը։ Մշակելով իր գեղագիտական իդեալները հիմնվելով հայ երաժշտության խոր եւ բազմակողմանի ուսումնասիրության վրա, նա առաջ քաշեց հայ երաժշտության ինքնուրույնության կարևոր թեզը եւ իր բազմաբնույթ գործունեությամբ հիմնադրեց ազգային դասական երաժշտությունը, կանխանշեց նրա հետագա զարգացման ուղիները։ Կոմիտասը հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքները։ Գիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց եւ բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները։ Կոմիտասը հրապարակախոսին հատուկ ոգեշնչվածությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը։